Մատթեոս 28 Թափուր գերեզմանը և Հիսուսի հարությունը։ Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով մոտեցավ։ Դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա։ Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը սպիտակ, ինչպես ձյունը։ Նրա ահից պահակները խռովեցին և մեռելների պես եղան։ Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց. «Դուք մի վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց։ Այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր։ Եկեք, տեսեք այն տեղը, ուր պառկած էր։ Եվ իսկույն գնացեք ասացեք նրա աշակերտներին, թե հարություն առավ։ Եվ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ նրան կտեսնեք։ Ահա ասացի ձեզ։ Եվ իսկույն ահով ու մեծ ուրախությամբ գերեզմանից դուրս ելնելով վազեցին աշակերտներին պատմելու։ Եվ հանկարծ Հիսուս նրանց դիմացը ելավ ու ասաց. «Ողջույն ձեզ»։ Եվ նրանք մոտենալով նրա ոտքերին փարվեցին ու երկրպագեցին նրան։ Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. «Մի վախեցեք, գնացեք ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա և այնտեղ ինձ տեսնեն»։ Երբ նրանք գնացին, ահա զինվորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետերին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր։ Եվ նրանք ծերերի հետ միասին հավաքվելով խորհուրդ արեցին, շատ դրամ տվեցին զինվորներին ու ասացին. «Կասեք, թե նրա աշակերտները գիշերով գալով գողացան նրան, մինչ մենք քնի մեջ էինք։ Եվ եթե այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք և ձեզ հոգսից կազատենք»։ Եվ նրանք դրամն առնելով արեցին այնպես, ինչպես որ իրենց սովորեցրել էին։ Եվ այս զրույցը տարածված է հրեաների մեջ մինչև այսօր։ Հանդիպում Գալիլեայում և տիեզերական առաքելություն։ Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին։ Եվ Հիսուս մոտենալով խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա։ Ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացեք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին։ Նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը»։